Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է հետևյալը. թվարկեմ. Առաջին. ներխուժել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարման տիրույթ։ Երկրորդ. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը կարգալույծ եղած քահանաների միջոցով պատարակներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և անմահ պատարագի կարգը փոխելով, բովանդակության մեջ խմբագրում կատարելով։ Երրորդ. կազմակերպել է եկեղեցիների զավթումը կամ դրա փորձը, հիշենք Հովանավանքը և Թալինի Սուրբ Աստվածածինը։ Չորրորդ. հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև։ Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են մեզ աղետի։ Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը։ Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է։ Մի կողմից եկեղեցու ներքին գործերին միջամտելու, Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, հայ եկեղեցու պատմությունը այդ դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից իր եկեղեցին։ Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ որ փորձեն արհեստականորեն բերման ենթարկված եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել։ Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025 թվականի մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ։ Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել։ Ոնց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը։ Ոնց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող մեղքերը, որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ 10-ի հետ միասնական մեկ թիմ դառնալ։ Ինչ է նշանակում։ Եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդիր չի, այսինքն երկակի ստանդարտ է։ Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել և խախտելու Նիկոլ Փաշինյանը։ Հանցակից մի դարձեք նրան, ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ։ Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է։ Դրա նշանները շատ են, բայց երկուսը ցույց կտամ։ Առաջինը, նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի։ Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ։ Երկրորդ, նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին, եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը կպահի մեզ որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ։ Ես ընտրել եմ և ընտրում եմ եկեղեցին։ Կատարեք ձեր ընտրությունը։ Լավ մնացեք։